Բարև ձեզ, սա թոփ տեսն է, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք ձեզ կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա քաղաքական հայտարարությունը Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը, հերքելով իր եւ վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները եւ լուրերը, թե վարչապետը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Շաբաթվա բողոքը գերակա շահ ճանաչված թաղամասի բնակիչները հանդիպել են Սերժ Սարգսյանին ու կրկին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Սերժ Սարգսյանն էլ խոստացել է մի քանի օրում խնդիրն ուսումնասիրել ու նաև հարցրել է, թե արդյոք լրագրողներին բնակիչներն են հրավիրել իրենց ակցիային։ Ասեցիք հետամուտ եմ լինելու, որ ձեր հարցը շտապ լուծվի։ Առ այսօր ոչ մի պատասխան մենք չենք ստացել եւ վարձերը չեն տալիս, մենք վարձով ենք ապրում։ Լրագրողներին դուք եք ձեր հետ բերել։ Չէ։ Ինչու են մեզ խանգարում։ Չէ խանգարում։ Շաբաթվա լուրը Սփյուռքից Ֆրանսիայի հյուսիսում կայացող խորհրդարանական ընտրություններին հայ համայնքն առաջին անգամ իր մասնակցությունն ու դերակատարումը կունենա։ Այս մասին տեղեկացրել է Նանսի հայ համայնքի նախագահ Արթուր Ավետյանը, ով նաև ռադիկալ կուսակցության անդամ է։ Նրա խոսքով ընտրությունների հաջող ավարտից հետո Նանսիի հայ համայնքը Ֆրանսիայի սենատում կունենա իր ձայնը բարձրաձայնող անձ։ Շաբաթվա կասկածը ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանի մեղայական երկու տեսաուղերձներից հետո Ադրբեջան մեկնած եւ Բաքվին հավատացած եւս մեկ հայ է տեսաուղերձով հանդես եկել։ Նա Սերգեյ Ջուլհակյանն է, որը վերջին տարիներին բնակվում է Թուրքիայում։ Հիշեցնենք, որ հայաստանյան շատ գործիչներ խորհուրդ են տալիս գոն լինել եւ չհավատալ դավաճանների դարձի գալուն։ Շաբաթվա պրեմիերան Երևանում ցուցադրվել է ազգությամբ թուրք ռեժիսորի եւ նրա կնոջ ֆիլմը։ Նեզահատ Գյունդողանի եւ Քազմ Գյունդողանի վանքի երեխաները վավերագրական ֆիլմը պատմում է ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված եւ քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաների մասին, որոնք այժմ ծեր են եւ տարիների հեռվից պատմում են այն դաժանությունների մասին, որոնք իրականացվել են իրենց եւ իրենց նախնիների նկատմամբ։ Շաբաթվա սթափեցնող լուրը տասնյակ մարդիկ են զոհվել Իրանի խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրել է Իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպությունը։ Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն այս առիթով մտահոգություն հայտնեց, որ ԻԳԻԼ-ի ահաբեկիչները Հայաստանի սահմաններին շատ մոտ են արդեն հասել եւ Թեհրանի ահաբեկչության փաստը պետք է սթափեցնող ազդանշան լինի։ Շաբաթվա աղմուկը Ռուսաստանի կրթության նախարարն առաջարկել է ԱՊՀ տարածքում հրաժարվել Մայրենի Այբուբենից եւ անցնել Կիրիլիցայի։ Այս միտքը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում ու թեպետ ոմանք նշում էին, որ Հայաստանը նույնիսկ խորհրդային տարիներին ի տարբերություն մյուս հանրապետությունների ունեցել է սեփական Այբուբենը, Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, թե մեր երկրի դեպքում այլ ստրատեգիա է որդեգրվել, օտարալեզու դպրոցների մասին օրենք, «Что где когда» տեսակի ռուսերենով խաղեր եւ այլն։ Շաբաթվա նշանակումը Սերժ Սարգսյանի հրամանագրով երգիչ Դավիթ Ամալյանը նշանակվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։ Շատերն այս նշանակումը ոգևորիչ եւ դրական համարեցին։ Շաբաթվա հերքումը տեղեկատվություն տարածվեց, թե օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը արդեն մեկ ամիս է ազատվում է հին կադրերից։ Սակայն ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության տեղի ունեցողը ոչ թե կադրային ջարդ է, այլ դեռ խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Ընտրության երթալու համար, բարձրապես խաղաղություն հաստատելու համար քաշված եմ։ Իսկ ինչպես եք վերաբերում այն հարցին, որ Ստամբուլահայ համայնքը այնուամենայնիվ դեմ է ձեր թեկնածությանը։ Ոչ համայնքի թեմ չէ իմ թեկնածությանս, անգիրտների թեմս են։ Պրոբլեմը բոլոր շատ լավ գիտեք։ Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղը Մալաթիա Սեբաստիայով բերել։ Պարոն Գասպարյան, այնտեղ էլ ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ, պրոստը անթույլատրելի է առաջի հանդիպումը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջիկի հենց գալիս են դրան։ Մենք ով է իրավունք վերապահում, որ դուք այսպես վերցնում եք ակնոցը։ Ձեզ հաճելի է, խնդրեմ, ես ցանկություն չունեմ ձեր ակնոցին։ Ցանկություն չունեմ։ Բարոն Օսկյան, ինչի համար չեք թողում հարազատները։ Դուք պաստապանել, ուրեմն ձեր անըտվագիր։
չես զոմանես։ Ոչինչ չկա քո մեջ։ Քեզանից վախեցողի Քեզանից վախեցող չկա, քո ռեժիմից վախեցող չկա, դու ոչինչ ես։ Դու ներկայացնում ես ոչինչությանը։ Եթե Ռասնացավերը կամ ձերացած ամպի կապանդարկյալ լինեին, վաղուց ասում եմ, Եվրոպայի խորհրդից մեզ դուրս էին դրել։ Արա ձերը քաշելա, լակոտ, ձերը չբարձարութի վրա արա։ Շաբաթվա լուրը զբոսաշրջության ոլորտից Երևանը հայտնվել է այն քաղաքների թոփ տասնյակում, որտեղ ռուսաստանցիները նախընտրում են անցկացնել իրենց եռօրյա եւ առհասարակ ամառային հանգիստը։ Հիշեցնենք, որ հունիսի 10-ից 12-ը Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր են, շաբաթ կիրակին գումարվել է Ռուսաստանի անկախության օրը, որը հունիսի 12-ն է։ Շաբաթվա արտակարգ պատահարը 22-ամյա Լորեսին անասնագոմում փորձել է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։ Երիտասարդը միևնույն ժամանակ Facebook-յան ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել։ Քաղաքացիներն հազանգել են արտակարգ իրավիճակների նախարարություն, իսկ անմիջապես տեղացած փրկարարները երիտասարդին գտել են խիստ հուզական վիճակում։ Շաբաթվա հազանգը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների գլխաքանակը տարեց տարի նվազում է։ Այս մասին գրեց Ժողովուրդ օրաթերթն ու ավելացրեց, որ կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակը սկսել է նվազել այն բանից հետո, երբ տնօրեն դարձավ Ռուբեն Խաչատրյանը։ Ըստ թերթի սա հետևանք է այն բանի, որ ըստ շրջանառվող տեղեկությունների այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են։ Շաբաթվա մտահոգությունը հայտնի արձակագիր Լևոն Ջավախյանը խիստ վտանգավոր է համարում լեզվի տեսչությունը լուծարելու կառավարության մտադրությունն ու այն որակում քայլ ընդդեմ հայոց լեզվի։ Հայկական ժամանակ թերթի հետ զրույցում գրողը ցավով է նշել, որ նախաձեռնության հեղինակի վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում։ Մարդն այդ առումով կարծես բարդույթներ ունի, եւ եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին, ասել է գրողը։ Շաբաթվա երիտասարդ գործարարները ձեռնարկատիրական կրթության սաները լուծում են համայնքային խնդիրներ։ Երևանի թիվ 21 հիմնական դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպության կողմից մասնակիորեն նորոգվել է դպրոցական մարզադահլիճը։ Այս ուշագրավ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական կրթության ծրագրի շրջանակներում։ Շաբաթվա զարմանքը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լրագրողի հետ զրույցում ամփոփել է Սենթ Քիթս եւ Նևիսի հավաքականի հետ հանդիպումը։ Նա նաև խոսել է առաջիկա հանդիպման մասին, անկեղծորեն զարմացել է մի հարցադրման ձևակերպումից եւ հարցին ստիպված հարցով է պատասխանել։ Հաճախ գալիս ես հանդիպման ընթացքում հարցակման սուր ծայր։ Արդյոք դա մարտավարություն է, թե նաև ինքդ ես նախընտրում երբեմն գոլային գրով ոչ թե սկսել, այլ եզրափակել։ Ձեր հարցից հասկացաք։ Շաբաթվա գուրմանը հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը կնոջ Ժաննա Լևինայի հետ Երևանում է։ Ժաննան բավականին ակտիվ է Ինստագրամում եւ պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում, ներկայացնելով թե ինչպես է անցնում իր ժամանցը։ Ժաննան գովում է հայկական խոհանոցը, նշելով, որ այստեղ ինքն ուտում է նույնիսկ գիշերը։ Շաբաթվա ռեպորտաժը ռուսական առաջին ալիքով արձակվող կոնտրոլն ազակուպկա հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել հայկական լավաշին ու ներկայացվել դրա սննդային արժեքները։ Ծրագրի հաղորդավարը հիշեցրել է, որ անդոդ խմոր հացը 3 տարի առաջ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում, իսկ ցակումով հայ-ռուսաստանցի ռեստորանատերերը բացատրել են, թե ինչպես պետք է տարբերել լավ լավաշը վատից։ Եվ կրկին շաբաթվա ուշագրավ մտքերից ու դեպքերից, որոնք Top 10-ը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Անդրանիկ Կարապետյանի Անդրանիկ ելույթը այս ամբիոնից ազդարար ինստիտուտը մեզ հայերիս հարիր չէ, որովհետև ժողովրդական խոսքով ասած սա գործ տալու ինստիտուտ է։ Շակերտավոր, այսպես ասած, գործ տալու դեմ պայքար մղողների մղողները ամենախոշոր գործ տվողներն են, ամենախոշոր։ Զապի հետ Մարիոտի սրճարանը օկուպացրել եք, Ես ձեր տեխնացությունը դնենք որպես Յապոնիա։ $1 միլիոն ասում են հրավիրել եք Ջասթինին, որպեսզի երգի։ Նման բան չկա, ցավը տանեմ։ Հարսանեկին
1000 հոգի մարդ ա եղել, Թուասենեձը եղել է, դու էլ ես եղել։ Շատ եք գումարտացել։ Չէ։ Պարոն Ալեքսանդր, շրջապատում օրենքով գողեր կան, որոնց եք շփվում եք։ Չէ։ Բայց մամուլը գրեց, որ Չիմացան զապի։ Դες հիմա մամուլը ձեր ասացի պես գրել է, որ 1 միլիոն փող եմ տվել, երկի չեմ բերել, ճիշտ է թե չէ։ Դե ասա։ Քանի դեռ մեր երկրում շատ դեպքերում շատերի համար պաշտոնը հարստացման ուղիղ ճանապարհ ֆորմուլան է, մենք ունենք եւ ունենալու ենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը ներկայացված է շատ դեպքերում կամ որոշ դեպքերում որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը։ Շաբաթվա լուսանկարը Հայաստանի ազգային հավաքականի եւ Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուներից մեկը ֆուտբոլիստի մասնակցությամբ Facebook-ում մի լուսանկար էր հրապարակել։ Լուսանկարում հայ ֆուտբոլիստը հետաքրքիր գրառմամբ շապիկ է կրում։ Ներեցեք աղջիկներ, ես ժամադրում եմ միայն մոդելների։ Շաբաթվա հանդիմանանքը։ Լուսինե Թովմասյանն ով այս պահին Արմենիա հեռուստաընկերության առավոտյան ծրագրի հաղորդավարներից մեկն է, իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել։ Շաբաթվա իսկ շատերի կարծիքով նաև տարվա հարսանիքը կայացել է Արցախում։ Ամուսնացել են Արցախի վարչապետի մամլոխոսնակ Արտակ Բեգլարյանն ու լրագրող Արմինե Վարդանյանը։ Հարսանեկան արարողության ժամանակ ամեն բան արված էր հայկական գեղեցիկ ավանդույթները պահպանելով։ Հարսանիքի քավորն էլ Արցախի վարչապետն էր։ Շաբաթվա հարսնացուն հարավից լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրենկ Էնգելը եւ նրա հայուհի ընտրյալը Տաթև Մանուկյանը ամուսնացել են։ Պսակադրությունը տեղի է ունեցել Խորվիրապ վանքում։ Կնքահայրը պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, իսկ պսակադրությունը կատարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը։ Շաբաթվա շոու բիզնեսյան բամբասանքը օրեր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր կամաց տեսահոլովակի շնորհանդեսին ներկայացել էր գեղեցիկ ճերմակ զգեստով։ Հատկանշականն այն է, որ դրանից հետո Սիրուշոն Սամվել Ալեքսանյանի դստեր կայացած հարսանիքին ներկայացել են նույն զգեստով։ Շաբաթվա բարի լուրը ծնվել է երգիչ Արամեի եւ Աննա Թովմասյանի առաջնեկը։ Երգիչը լուսանկար էր հրապարակել համացանցում ծննդատնից ու մակագրել. Շնորհակալ եմ Տեր։ Շաբաթվա երգը։ Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի կինը Մակդինա Բեբիյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով ցույց է տվել, թե ինչպես է երգում ամուսնու համար։ Շաբաթվա բաղադրատոմսը, ինչպես պատրաստել հավի կրծքամիսը տանձի մեջ։ Կարճ ներկայացնում են Քիթչուբն ու Նավավար ռեստորանը։ Շաբաթվա հայամետը ուկրաինացի ռեփեր Իվան Դորնը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութին կիցնը հետևյալ մեկնաբանությունն է թողել. բոլոր հայերին Իվանից։ Նա ռեփի ձևաչափում հայտնում է, որ ինքը վերջապես ժամանել է Երևան, թվարկում է հայտնի հայերի ազգանունները, ինչպես նաև նշում, որ շատ երկրներում կան դեմքեր Երևանից։ Շաբաթվա գեղեցկուհին Հայաստանում կայացել է Miss ԱՊՀ մրցույթը։ Մրցույթի ժամանակ մեր երկիրն ուներ 3 ներկայացուցիչ՝ Շուշան Երիցյանը, Արփինե Բալյանը եւ Մարինե Մարգարյանը։ Ժյուրիի քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Շուշան Երիցյանը։ Մրցույթի ընթացքում բազմաթիվ պարգևներ են հանձնվել եւ գրեթե ոչ ոք չի մնացել առանց մրցանակի։ Շաբաթվա օգնության կանչը արտաշատցի Կարեն Ստեփանյանն արդեն 11 տարեկան է, սակայն չի կարողանում ինքնուրույն որևէ բան անել, տառապում է մանկական ուղեղային կաթվածով։ Բուժման գործընթացում նկատելի է առաջընթաց, սակայն գումար չունենալու պատճառով ընտանիքը չի կարողանում նրան պահել մշտական բուժման մեջ։ Նրանք, ովքեր կցանկանան օգնել Կարենին, կարող են զանգահարել նրա ծնողներին 093 23 39 62 096 43 08 43 հեռախոսահամարներով։ Շաբաթվա Հոբելյանը անցած շաբաթ ուջունցիներն իրենց գյուղում նշել են Զորավար Անդրանիկի արձանի բացման 50 ամյակը։
Արարողությունն իրենց խրոխտ պարով գեղեցկացրել են Գագիկ Կինոսյանն ու Կարին Պարի համույթը։ Իսկ շաբաթվա պարը հայ զինվորների կողմից էր։ Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի անդամները միջազգային ուսումնական հավաքներից մեկի ժամանակ քոչարի են պարել ու զարմացրել իրենց գործընկերներին։ Շաբաթվա հաղթանակը Իսպանիայում բնակվող 8-ամյա Դանիել Դալաքյանը մասնակցել է քարթինգի Ֆորմուլա 1-ի մրցաշարին։ Թեպետ հայազգի երեխան մրցել է իրենից տարիքով ավելի մեծերի հետ, սակայն գրավել է առաջին հորիզոնականը։ Հավելենք, որ հայ երեխայի հաղթանակին անդրադարձել է նաև իսպանական մամուլը։ Շաբաթվա մրցանակը ստացավ մանկական Եվրատեսիլ 2014 միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթին։ Էլիզաբեթ Դանիելյանը ԱՄՆ-ում իր հեղինակային New Generation նախագծի գաղափարի համար արժանացել է մեդալի։ Բեթի հաղորդավարական փորձառության եւ արտիստական հմտությունների սինթեզի արդյունքում ծնված New Generation նախագիծը հաջորդական քայլերից բաղկացած ծրագիր է։ New Generation նախագծի նպատակն է նոր սերնդին ոգեշնչել, համախմբել համերաշխության, սիրո, բարության, աշխատասիրության, ջերմության շուրջ։ Շաբաթվա արտակարգ պատահարը Երևանում արձանագրված քամու հետևանքով վնասվել են տանիքներ, շրջվել ծառեր։ Ցավոք արձանագրվել է նաև մահվան դեպք, փոթորկի պատճառով 63-ամյա քաղաքացի է մահացել, մետաղյա թիթեղները թափվել էին նրա գլխին։ Եվ հենց այստեղ էլ շաբաթվա կադրը։ Նույն տեղումներով լիորը կայծակը խոսակցական լեզվով ասած խփել է Երևանի հեռուստաաշտարակին, ուշագրավ լուսանկարի հեղինակը Վահագն Մոսինյանն է։ Շաբաթվա եղանակի կանխատեսումը գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանի կողմից էր։ Սուրենյանն ավարտել զգուշացրել էր, որ հուլիսին եւ օգոստոսին Հայաստանում լինելու է 42 աստիճան տաքություն, ազդարարեց, որ արդեն այս շաբաթվանից Երևանում կունենանք +34 աստիճան տաքություն, այնպես որ շոկելու ենք, եզրափակեց Գագիկ Սուրենյանը։ Սա թոփ տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մած մեր դիտակետից կներկայացնենք հաջորդ կիրակի։ Ես Անի Հարությունյանն եմ, կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան։